Պարոն Հովհաննիսյան, արդեն իսկ հայտնի է Թրամփի ուղու կառուցման և շահագործման մանրամասները, ըստ որի Հայաստանը հողատարածք է տրամադրում 49 տարով հայ-ամերիկյան ընկերությանը, որի 74%-ը բաժին է հասնում Ամերիկային, իսկ 26%-ը Հայաստանի կառավարությանը։ Տարանցիկ ճանապարհի վրա գործելու է front office, back office գործառնական մոդելը, որտեղ front office-ը արտապատվիրակելու է մասնավոր ընկերությանը, իսկ back office-ը Հայաստանի պետական իրավապահ մարմիններն են, այսինքն Հայաստանի տարածքով անցնող օտարերկրացիների բեռների տվյալները հավաքագրելու է մասնավոր ընկերությունը և փոխանցելու է հայկական կողմին։ Արդյոք սա նշանակում է, որ կատարվել է Ալիևի պահանջը, թե Սյունիքով անցնող ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների հանդիպեն։ Վերջնականորեն այս պատասխանը եւ մենք կստանանք, երբ որ արդեն այս ճանապարհը սկսի գործել, երբ փաստացի մենք տեսնենք, թե ինչպես է իրականացվում անվտանգության այդ ճանապարհի, ինչպես է անցկացվելու է ճանապարհով անցնող մարկանց կամ ինչ որ ապրանքների ստուգման այդ process-ը, այսինքն միջև ճանապարհը չբացի պրակտիկորեն մենք չտեսնենք, թե ինչպես է այդ ամեն ինչը իրականացվում, դերևս ես կարծում եմ վաղ է քննարկումներ անցկացնել եւ փորձել հասկանալ անգամ թե ինչի նկատի ունեն, երբ որ խոսում են այդ front office-ի մասին կամ ինչ որ այլ օֆիսների մասին, տարբեր ձևաչափներ կան, տարբեր հարցեր են քննարկում մինչ օրս, որոնք դերևս միջև վերջը լուծված չեն։ Անգամ եթե հիշում եք, եթե ճիշտ եմ հիշում ձեր եթերի ժամանակ էր, մոտավորապես 1 ամիս առաջ էինք զրուցում, ես այդ տեղեկատվությունը հայտնեցի, որ տարբեր աղբյուրներից խոսում են նրա մասին, որ մոտավորապես 75%-ը պատկանելու է Միացյալ Նահանգների գործունեությանը, կոմպանիային, եւ այսօր պարզվում է, որ ընդամենը 1%-ով եմ սխալվել, 74%-ի մասին էր խոսքը գնում։ Շատ լավ կլինի, որ ավելի վաղ հենց իշխանությունները Հայաստանի Հանրապետության այս տեղեկատվությունների մասին խոսեն, այլ ոչ թե մենք փորձելով հիմնվել մեր տարբեր աղբյուրների վրա հասկանանք, թե ինչպեսի գործընթաց է տեղի ունենում։ Տարբեր մանրամասներ տեխնիկական հարցերի վերաբերող դերևս լուծված չեն ամբողջությամբ։ Ադրբեջանը շարունակում է ինչ-որ նոր պահանջներ ի հայտ բերել, եւ իհարկե այս ամեն ինչի պարագայում շատ լավ կլինի, որ ավելի թափանցիկ լինեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ավելի ազնիվ խոսեն իր քաղաքացիների հետ, ավելի հստակ ներկայացնել բոլոր այն հարցերը, որոնք կապված են այսպես կոչված թրիփի ճանապարհին։ Մինչ օրս նորից եմ կրկնում, կան տարբեր հարցեր, որոնց պատասխանները անգամ այս փաստաթղթերից, ստորագրումներից հետո, հրապարակումներից հետո կամ այդ հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ Միրզոյանի եւ Ռուբիոյի միջեւ, մենք մինչ օրս բոլոր պատասխանները, որոնք պետք է ստանանք, մինչ օրս չենք ստացել։ Կան դերևս հարցեր, եւ ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ավելի թափանցիկ կլինեն եւ ամբողջությամբ կներկայացնեն այդ հարցերի պատասխանները, որ մենք հույսերս չկապվենք այլ ուժերի հետ կամ այլ անձանց հետ, ովքեր ավելի շուտ է տեղեկատվությունները կիմանան եւ գրահապարակեն։ Փաշինյանը Միրզոյան-Ռուբիո բանակցություններից հետո եւ հրապարակված 6 էջանոց համաձայնագրից հետո այսօր բառացի հայտարարեց, որ իրեն գոհացնում է Թրամփի այսպես ասած նախագիծը, ուղու նախագիծը, գոհացնում է նաեւ ԱՄՆ-ին, բայց երևիով ասեց Ադրբեջանի հանդեպ, այսինքն ինքը չգիտի դա գոհացնում է Ադրբեջանին, թե չէ։ Հիմա ինչ ենք հասկանում, եթե այս 6 էջանոց համաձայնագիրը կյանքի կոչվի, հա, ինչ է ստանալու Ադրբեջանը ու ինչ է ստանալու Հայաստանը, ինչ վտանգներ կան։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն այդ թեման տարածում էր եւ զարգացնում էր, այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքի թեման, գլխավոր բայց նպատակը ոչ թե ինչպես էր կոչվելու այդ ճանապարհը ինքը լինի Զանգեզուրի միջանցք կամ TRIP կոչվի կամ Փաշինյանի ճանապարհ կոչվի, ընդհանրապես այդքան կարևոր չի։ Ավելի կարևոր է թե ինչ է ինքը իր մեջ ներառում, երբ որ խոսքը գնում է ճանապարհի մասին։ Հիմա Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը այն էր, որ ճանապարհը չպետք է վերահսկվի ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսինքն Ադրբեջանի նպատակը նրանում էր, որ միջազգային գործընկերներին իրենք ցույց տան, որ Հայաստանը ինչ որ չափով failed state է եւ չի կարողանում ամբողջությամբ անվտանգությունը իրականացնել կամ տնտեսական, տեխնիկական այլ հարցերը, որոնք վերաբերվում են միջազգային ճանապարհների, որոնք պետք է ասեն իր տարածքով։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ ինչ որ չափով Ադրբեջանը այդ նպատակին հասել է, որովհետև այսօր արդեն խոսքը գնում է եւ ստորագրվել են որոշ փաստաթղթեր, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու է ճանապարհ եւ այդ ճանապարհի շահառուն
կամ նաև ինվեստորը կամ տեխնիկական հարցեր լուծողը կամ ինչ որ նաև անվտանգությանը վերաբերող հարցեր լուծողը հիմնականում լինելու է Միացյալ Նահանգները։ Չէ՞ որ 74%-ը Միացյալ Նահանգներին է պատկանում եւ իհարկե այդ հարցերով Միացյալ Նահանգներն են զբաղվելու։ Դրա համար այդտեղ արդեն իսկ կարող ենք մենք նշել, որ ինչ որ չափով Ադրբեջանը իր նպատակին հասել է։ Հիմա երկրորդը, երբ որ խոսք է գնում գործընկերության մասին, Միացյալ Նահանգների կամ հայ Միացյալ Նահանգյան այդ գործընկերությունը, որը պետք է իրականացնի այդ բոլոր հարցերը, այս ճանապարհի կառուցման, հարց է առաջանում։ Այդ գործընկերության մեջ ովքեր են ներգրաված լինելու։ Այն որ ես ասում եմ, որ դերևս կան հարցեր, որոնց պատասխանները մենք միջ օրս չունենք, հենց սրան է նաև վերաբերվում։ Հիմա ցավոք սրտի տեսեք, գործընկերություն ես ավելի քան վստահ եմ, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ ինվեստիցիա չեն իրականացնելու այս ճանապարհի մեջ։ Հիմա եթե այս գործընկերությունն է, ապա ստացվում է, որ այս գործընկերության մեջ կարող են ներգրաված լինել, օրինակ, եվրոպական ինչ-որ կազմակերպություններ, չէ՞, եվրոպական ինվեստորներ։ Հիմա եթե մենք խոսում ենք եվրոպական ինվեստորների մասին, խոսք կարող է նաև գնալ դրա մասին, որ Թուրքիան բավականին մեծ ազդեցություն ունի Եվրոպայում, հաշվի առնելով թուրքական լոբինգը, թուրքական համայնքը տարբեր եվրոպական պետություններում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նեդերլանդներում, Բելգիայում, Ավստրիայում, մի շարք այլ պետություններում, եւ բացի դրանից կա նաեւ այն փաստը, որ Թուրքիան տարիներ շարունակ այդ փորձը ունի։ Թուրքիան հանդիսանում է գլխավոր պետությունը այսօր, որը կապում է Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ, ինչու ոչ նաև մերձավոր Ասիայի հետ։ Այսինքն ինքը ունի այդ հնարավորությունները լոգիստիկ առումով, տրանսպորտային առումով եւ ինքը կարող է այդ կոմպանիաներին, որոնք ներգրաված են լինելու այս Միացյալ Նահանգների կողմից հրճակված այդ գործընկերության մեջ, ինքը ներգրաված լինի։ Այսինքն մենք կունենանք մի ծրագիր, որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ որտեղ ներգրաված կլինեն օրինակ թուրքական ընկերություններ։ Այս բարեգայում իհարկե առաջ են գալիս անվտանգությանը վերաբերող հարցեր եւ այս հարցերի պետք է պատասխանեն իշխանությունները։ Տեսեք, Միրզոյանը թուրքական, այսպես ասած, ընկերությունների ներգրավումը Թրիփում, կարելի ասել, որ համեմատության կարգով անցկացրեց ռուսական ընկերությունների, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, ասաց, որ իրենք երկուսն էլ ուղիղ ներգրավվածություն չունեն, որովհետեւ Թրիփը հայ-ամերիկյան, այսպես ասած, գործակցություն է, հա։ Այս մասով ինչ ենք հասկանում։ Նախ այդ համեմատությունը ինքը ի սկզբանե սխալ է, որովհետեւ երբ որ համեմատում են Թուրքիան եւ Ռուսաստանը, իհարկե բավականին լարված են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին տարիների շրջանակներում եւ բարձ պատճառները դրանց արկա են, մենք բոլորս էլ դա հասկանում ենք, բայց այնուամենայնիվ համեմատել Մոսկվան եւ Անկարան եւ մեր հարաբերությունները, որ մենք ունենք այս պետությունների հետ, ես կարծում եմ կտրուկորեն սխալ է։ Մենք Թուրքիայի հետ ոչ թե լարված հարաբերություններ ունենք, այլ ամբողջ ընդհանրապես հարաբերություններ չունենք։ Եվ դրա պատճառներն են հայտնի, որովհետեւ Թուրքիան տասնյակ տարիներ շարունակ աջակցում էր Ադրբեջանին իր ագրեսիայի այդ գործընթացում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ եւ վերջին անգամ պատերազմում 2020 թվականին 2023 թվականին ուղիղ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների ընթացքում եւ օկուպացիայի գործընթացում։ Դրա համար համեմատությունը ինքը ի սկզբանե սխալ է։ Երկրորդը, Թուրքիան ոչ թե կարող է ուղիղ ներգրաված լինել այս ծրագրում, այլ ինչպես ես ներկայացրեցի, որ ուրիշ երկրների միջոցով, օրինակ Նեդերլանդերում կամ Ավստրիայում գրանցված տեղի բնակչի կողմից, որը էթնիկորեն թուրք է, ինքը գրանցի ինձ է կազմակերպություն, լոգիստիկ ինչ-որ կազմակերպություն, բայց պարզ է, որ ինքը նաև ինչ-որ հետաքրքրություններ կունենա Թուրքիայի շահերը պաշտպանելու հարցում, որովհետև ինչ-որ կապ կունենա Թուրքիայի հետ։ Հիմա ինքը կարող է ներգրաված լինել որպես Ավստրիայի ներկայացուցիչ կամ Նեդերլանդների ներկայացուցիչ, բայց ինքը ի սկզբանե թուրք է եւ Թուրքիայի շահերներն է նաև հետապնդում։ Այս հարցերով պետք է զբաղվեն, ես կարծում եմ, ոչ միայն քաղաքական իշխանությունները, այլ ազգային անվտանգության իշխանությունները Հայաստանի Հանրապետության նաև պետք է այս հարցով զբաղվեն։ Սա շատ կարևոր հարց է, ինքը իր մեջ նյուանսներ է կրում, որոնց ծանոթ են ազգային անվտանգության ծառայության մարմինները եւ պետք է այդ հարցերով իրենք զբաղվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներգրավությանը, տեսեք, Հայաստանի իշխանությունները հետավյալ քաղաքականություն են վարում, որ ոչ մի ճանապարհ է, այս ճանապարհը իրենք իրականացնում են Միացյալ Նահանգների հետ, բայց տարբեր այլ ճանապարհներ, օրինակ, փորձում են իրականացնել Ռուսաստանի հետ։ Այնտեղ խոսքը գնում է օրինակ Իջևան-Ղազախ, հա, այդ մասը, որ պետք է Ռուսաստանը վերանորոգի, կամ խոսք է գնում հայ-թուրքական սահմանում որոշ ճանապարհների վերանորոգումը։ Չեմ բացառում, որ Գյումրի-Կարս ճանապարհը եւս տրամադրվի Ռուսաստանին։ Այս քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ որ բալանս պահպանել միջազգային այդ գործընկերների հետ
մի կողմից արևմտյան գործընկերների հետ են զարգացնում հարաբերությունները, մյուս կողմից փորձում են նախընտրական այս փուլում չլարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ շատ բարդ քաղաքականություն է, իրենք դրանով փորձում են այդ բալանսը պահպանել, փորձում են Ռուսաստանի շահագրգռությունը, որպեսզի Հայաստանում իշխանապողություն լինի, նվազեցնել եւ այդ տնտեսական կապերով, առևտրային կապերով, տարբեր այլ գուցե նաեւ անձնական կապերով վերականգնել հարաբերությունները նաեւ Մոսկվայի հետ, որպեսզի այդ աջակցությունը գալիք ընտրություններում իրենք ստանան։ Դա ընտրությունների հետ է արդեն կապված այս բալանսավորման քաղաքականությունը։ Եվ պարոն Հովհաննիսյան, տեսեք, փաստացի Հայաստանը երրորդ երկրին է հանձնում իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը, այն դեպքում, երբ որ հարց է առաջանում, որ նույն ճանապարհի վերահսկողությունը կարող է կատարել հենց ինքը Հայաստանը, ինչպես տեսնում ենք մնացած բոլոր միջպետական ճանապարհների դեպքում։ Հիմա ինչ է ստացվում, չկա արդյոք մտավախություն, որ Ամերիկան կարող է վաղ թե ուշ դուրս գալ այս նախագծից ու Հայաստանը կորուստներ ունենա, օրինակ տարածքային, եթե չասենք, բայց որոշակի առումով ինչ որ կորուստներ կունենա, չէ, որովհետև ամեն դեպքում ճանապարհը բացվելու է ու Ադրբեջանը անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Ամբողջ ընտրը նրանում է, որ այսօրվա իշխանությունները անդադար խոսում են ինքնիշխանության այդ ապահովելու մասին, որ իրենք վերջին տարիներում կամ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը այդքան ինքնիշխան չի եղել, ինչքան հիմա այսօրվա իշխանությունների պարագայում, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Իրենց ինքնիշխանությանը պաշտպանելու հարցում մենք կորցրեցինք Արցախը։ Իսկ ըստ մեր համանadrությանը Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Այսինքն մենք պետության մի մասը ուղղակի կորցրեցինք եւ ճանաչեցինք որպես հարևան պետության մաս։ Բացի դրանից այսօր կան որոշ տարածքներ Տավուշի ուղղությամբ, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի ուղղությամբ, որոնք օկուպացված են ուղղակի Ադրբեջանի կողմից։ Փոխարենը զբաղվել այս հարցերով Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախընտրում են լրել։ Բացի դրանից կան մեր ռազմագերիների հարցերը, մենք մինչ օրս չգիտենք անգամ թիվը, թե ինչքան մարդիկ են գերեվարված Ադրբեջանի կողմից եւ Բաքվում են այսօր գտնում արդեն 5 տարի է։ Փոխարենն այդ հարցով զբաղվել, նույն ինքը Արարատ Միրզոյանը ասում է, որ ճիշտ չի գտնում այս հարցը քննարկել օրինակ Ռուբիոյի հետ։ Ինչը ես կարծում եմ բոլորովին սխալ են։ Հակառակը, քանի որ խոսք է գնում այդպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, ճիշտ կլինի, որ բոլոր հարցերը լուծվեն։ Եթե որոշ հարցեր լուծված չեն, դու ինչպես ես խաղաղություն հռչակում։ Ինչպես կարող է խաղաղության մասին խոսք գնալ, եթե շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք մինչ օրս լուծված չեն։ Այսինքն այս իշխանությունների պարագայում ինքնիշխանությունը մենք գնալով կորցնում ենք։ Նաև այս ճանապարհի մասին, երբ որ խոսք է գնում, տեսեք, երբ որ դու հանձնում ես այլ պետությանը վերահսկողությունը իրականացնել կամ անվտանգությունը իրականացնել քո տարածքով անցնող ճանապարհի վերանորոգությամբ, այդ վերաբերյալ նշանակում է, որ դու քո ինքնիշխանությունը զիջում ես։ Սա այլ կերպ ինչպես կարելի է քննարկել։ Սա ուղղակի ես չգիտեմ, իրենք իհարկե սա պետք է նշենք, որ տարբեր մանիպուլյացիաներով, այդ գեղեցիկ խոսքերով իրենց գուցե հաջողում է մեր մարկած մոլորության մեջ գցել, բայց փաստը մնում է փաստ։ Նորից եմ ասում, երբ որ դու քո տարածքով անցնող ճանապարհի մի մասը անցնում ես այլ պետությանը 49 տարով կամ հետագայում նաև խոսք է գնում, որ մինչև 100 տարի պետք է հանձնվի, դու ինքնիշխանությունը զիջում ես։ Հիմա դու ունես սեփական տուն, այդ տնով անցնող ճանապարհը, ասում ես թող գա քո հարևանը, հա, ինքնիշխանության, թող գա քո հարևանը վերահսկողությունը իրականացնի, նշանակում է, որ քո տան մի մասը դու զիջում ես քո հարևանին, որովհետև դու ամբողջությամբ այլևս չես կարող իրականացնել անվտանգություն այդ ճանապարհի կամ վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ։ Ես բացասական եմ վերաբերվում այս փաստին եւ ինձ համար միևնույն է, դա կլիներ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, յուրաքանչյուր այլ պետություն, ես սխալ եմ համարում սա, երբ որ դու քո տարածքով անցնող ճանապարհը զիջում ես այլ պետություններին, որ իրենք իրականացնեն անվտանգությունը, այլ այդքան երկար ժամանակաշրջանով։